Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտա հայտադի մարմինին Սինիր Լեօղլուի հարցով նամակը յահկի անդամ բեդություններու տեսպաններուն։ Հայ կերիներու ազատ արձակումը իրական խաղաղության նախապայմանն է։ Բաքուի մեջ հայ պանդարգյալներու նոր թադական նիստ։ Երուսաղեմի հայոց բադրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը քնեսետի մեջ չքննարկելու որոշում են։ Բոլսո մեջ պիտի բացվի Բեյգուզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին։ Զմարու հայրերու մասնակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի գիտաժողովին։ Հայ եղապոհական տաշնակցության Լիբանանի հայտարարի մարմինը 3 յահկի անդամ բեդություններու Լիբանանի մեջ հավատարմագրված տեսպաններուն հղեց հետևյալ նամակը։ 8 հուլիս 2026-ին ռուս գադագարարներ Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլերարով հերացայնեցին յահկի ընդանուր կարդուղար Ֆրիդուն Սինիրլիօղլուին, ներկայանալով իբրև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և անգե խնդրեցին աջակցիլ ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին II պաշտոնանկության։ Արշավ մզոր վարչապետ Փաշինյան գեհդաբնթե մայիս 2025-ին իվեր։ Հերացայնային զրույցի ընթացքին Սինիր Լեօղլու մեղադրեց ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեցին քաղաքականացնելու մեջ, ապա համաձայնեցավ ուսումնասիրել, թե յահկը ինչպես կրնա աջակցիլ կաթողիկոսը պաշտոնան գնելու չանքերուն։ Երբ Սինիր Լեօղլու հարցուց, թե արդյոք իր զրուցակիցը կրնա փոխել կաթողիկոսը, Գերց Փաշինյանը պատասխանեց, թե ինք բոլոր գարելի միջոցները կքննե։ Վերջինս նաև խնդրեց աջակցություն հանրային քննադատության բարակային, որոնց Սինիր Լեօղլու պատասխանեց. լավ, ամեն չանք պիտի թափեմ, պիտի փորձեմ։ Սինիր Լեօղլու անառաջարության բանջող իր պաշտոնը առավել եւս վարգապեգեց, բնտելով թե յահկի դիտորդական առաքելությունը անարտար գտնված էր Հայաստանի կառավարության հանդեպ։ Լիբանանի հայտարարի մարմինը բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպան գազམ་ագերբություններում միանալով գտադաբարդե յահկի ընդանուր կարդուղարի այս հայտարարությունները։ Անոր համաձայնությունը կխաթարե յահկի անաչառությունը եւ առաքելությունը։ Սինիր Լեօղլուի խոսքերը կբացահայտեն այնպիսի կեցվածքը, որ անհամադեղելի է անոր պաշտոնի պատասխանատվություններուն հետ եւ հստակորեն կհագասե 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի 5-րդ սկզբունքին, որմով յահկի անդամ պետությունները ներառյալ Հայաստանը հանձնարարու են գրոնի կամ համոզումի ազատությունը պաշտպանելու։ Սինիր Լեօղլու պետք է հրաբարական ցևով յետտարս կատարե իր այն ագնարգեն, թե յահկը պիտի աջակցի ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնանկության, վերահաստատե, որ ամբողջական կերպով եւ բացառապես նվիրված է յահկի ընդանուր կարդուղարի իր պատասխանատվություններուն, վերահաստատե գազམ་ագերբության հանձնարարությունը Հայաստանի մեջ գրոնական ազատության պաշտպանության մասին եւ անմիջական գաբի մեջ մտնե ամենայն հայոց կաթողիկոսին հետ հայ եկեղեցվո իրավունքները լիովին հարգելու։ Նշած է հայ եղապոհական տաշնակցության Լիբանանի հայ տադի մարմինին հղած նամակը։ Միացյալ Նահանգներու ներկայացուցիչներու բալադի արտաքին հարաբերություններու հանձնաժողովը Ադրբեջանին գոչ ուղեց անհաբաղ եւ առանց նախապայմաններու ազատ արձակել Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված հայերը։ Առաջարկը եկավ կոնգրեսի հայկական հարցերու հանձնախումբի փոխնախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանն, հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի աջակցությամբ։ Առաջարկին գոմ քվեարկեցին 44 անդամներ, իսկ դեմ 7-ը։
Ամերիկայի հայտարարի հանձնախումբի մամլոպամպեր Եղիսապետ Չուլջյանի համաձայն այս կայլը կարևոր պատկան մնե Վաշինգտոնեն Բաքուի։ Ադրբեջանի կողմէ քերիներու ազատ արձակումը Արցախի բռնի դեղանված հայերու ապահով վերադարձը եւ Հայաստանի իշխան տարածքեն ադրբեջանական զորքերու հերացումը սագարգության առարգա չեն։ Անոնք իսկական խաղաղության հասնելու անհրաժեշտ նախապայմաններ են եւ չեն կրնար նկատվել Բաքուի բանակցային պայմաններ, նշեց Չուլջյան։ Չուլջյանի համաձայն առաջարկի նախնական դարբերակին մեջ ներառված էին նաև ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի սահմանափակումներու լիարժեք կիրարկման պահանջը, ինչ որ կնախադես է Ադրբեջանի դեմ Միացյալ Նահանգներու ռազմական աջակցության գարկմը սահմանափակումներ։ Սակայն հանձնաժողովի նախագահային աջակցությունը ապահովելու եւ ծրագիրը հարաճ մղելու համար Շերմեն համաձայնեցավ փաստաթուղթը այս փուլին սահմանափակել միայն ռազմակերիներու հարցով։ Բաքուի մեջ դեղի ունեցավ հայ պանդարգյալներու վերաքննիչ փողոքները քննելու տադական նոր նիստը, որուն ընթացքին մեղադրող կողմը բնտեց, որ հայերը մեղավոր են։ Ադրբեջանական աղբյուրներու համաձայն տադաբարության ընթացքին վկայություն տվին 3 տադախազներ, բազմաթիվ մեղադրանքներ ուղղելով Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներուն եւ մյուս հայերուն հասցեին։ Հաջորդ տադական նիստը դեղի ունենա այսօր 28 հուլիսին։ Երուսաղեմի հայոց բադրիարքությունը հիաստապություն հայտնեց հայոց ցեղասպանությունը ճանաչման բանացևը Իսրայելի խորհրդարանին քվեարկութեն հանելու պատճառով։ Բադրիարքության հայտարարությունը նշեց. Այս երևույթը մտահոգություն կառաջացնե, որովհետև Ալիևի վարչակազմը ըստ երևույթին ի վիճակի է ազդելու թե իսրայելացի պաշտոնատարներու քաղաքական հաշիվներուն եւ թե այն հարցերուն վրա զորս Քնեսետը պատրաստ է քննարկելու։ Քնեսետի օրենսդրական օրակարգը եւ քննարկումները հարցեր են, որոնք պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության տակ։ Մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերու բռնի դեղանության պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կրնա հետաձգել կամ որոշել, թե ինչ կրնա քննարկվել Քնեսետի մեջ։ Բադրիարքությունը գոչ ուղեց Իսրայելին պաշտոնապես ճանչնալու հայոց ցեղասպանությունը եւ միանալու աշխարհի այն 32 երկիրներուն, որոնք պաշտոնապես ճանչած են 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը պատմական անփոփոխ փաստ է։ Ցեղասպանության ճշմարտությունը քաղաքական հանգամանքները գախյալ չէ եւ կմնա ամուր պատմական հաստատված փաստաթուղթերու շնորհիվ։ Ուստի մենք դարձյալ գտիմենք Իսրայելի պետության գոչ ուղելով պաշտոնապես ճանչնալու հայոց ցեղասպանությունը։ Մենք կողջունենք Իսրայելի բարոյական դիտանգույնի արդար ճանաչումը, ընդգծեց Երուսաղեմի հայոց բադրիարքության հայտարարությունը։ Բադրիարքությունը նաև գոչ ուղեց Թուրքիո ճանչնալու հայոց ցեղասպանությունը եւ դադրեցնելու պատմական փաստեր ուրանալու քաղաքականությունը։ Հայտնենք, որ Թուրքիոյի հետ հարաբերություններու լարվածության լույսին տակ 26 հունիսին Իսրայելի արտաքին գործոս նախարար Գիդեոն Սահար հայտարարեց, որ Իսրայել կպատրաստվի հայոց ցեղասպանության ճանաչման ծրագիր ներկայացնել կառավարության։ Հակառակ անոր Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյան բազմիցս հայտարարած են, որ հայոց ցեղասպանության ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթ օրագարկ չէ։ Վերականգնումի մեկ դարվան աշխատանքները յետք Բոլսո Բեյգոս տաղամասի մեջ պիտի բացվի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Եկեղեցին վերջին անգամ կառուցված է 1776-ին եւ այս տարի անգնշե իր հիմնադրության 250 ամյակը։ Եկեղեցին պիտի բացվի 7 օգոստոսին։ Եկեղեցվո օծման արարողությունը պիտի կատարվի Բոլսո հայոց բադրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի ցերամբ, իսկ 2 օր յետք պիտի կատարվի առաջին բադարակը։ Եկեղեցվո նորոգությունը իրականացած է եկեղեցվո հիմնադրամի կողմէ, իսկ վերականգնումի աշխատանքը կատարած է Բոլսահայ ջարդարաբեդ Նազար Բինատլն։ Նորոգված են եկեղեցվո դանիքը, բադուհանները, իսկ զանգակադունը վերակառուցված է եկեղեցվո արխիվային նկարներուն վրա հիմնվելով։ 22-ին 24 հուլիսին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի մեջ դեղի ունեցավ հայագիտական միջազգային 3-րդ գիտաժողովը, որ նվիրված էր Մխիթար Սեպաստացի ծննդյան 350-ամյակին։
Գիտաժողովին համախմբված էին աշխարհի 16 երկիրներու հարաճադար համալսարաններու եւ գիտական հաստատություններու մասնակիցներ եւ հայ հոգեվոր ցերակրական կենտրոններու ներկայացուցիչներ։ Գիտաժողովին ներկա գտնվեցավ նաեւ Զմարու Բադրիարքական միապանության Բադրիարքական փոխանորդ եւ Զմարու վանքի մեծավոր Մաշտոց Զայրակույն Վարդապետ Զահտերյան եւ փոխմեծավոր Թանկարանաբեդ եւ Մադենատարանաբեդ Նարեկ Վարդապետ Լուիսյան։ Լուիսյան երրորդ օրվան նիստին ներկայացուց խնամքով պատրաստված դեսանյութը Զմարու ցերակրական հավաքածոին եւ Զմար Մաշտոցյան Մադենատարան կոյացած համագործակցության մասին։ Գիտաժողովի օրագարկին հիմնական թեմաներն էին միջազգային տրամաշնորհային ծրագիրները, թվային գիտությունները եւ հայագիտության զարգացման նոր մոդեցումները։ Գիտական առանցին նիստը նվիրվեցավ Մխիթար Սեփաստացին։ Գիտաժողովին պաշտոնական բացումը տեղի ունեցավ 22 հուլիսին Մադենատարանի Հրաչյա Թամրազյան Թալեջին մեջ, ուր ընթաց կարավ 1 դարվան հավերժությունը, երրորդ Մադենատարանի ցերակրական համարժումները խորակիրով ցուցադրությունը։ Գիտաժողովի երկրորդ օրը Մեսրոպ Մաշտոցի անվան Մադենատարանի դնորեն Արա Խզմալյան եւ Զմարու մեծավորն ու փոխմեծավորը ունեցան առանցին տեսակցությունը։ Դեսակցության ավարտին Զմարու հայրերը դնորենին նվիրեցին Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբաբատկերը։ Հարկելի ունգընտիրները վագընտիրները վանասայնի եթերով էպտիմադետերի էչով CZD ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանասայնի ունգընտիր։